Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Հունիսի 5-ից 7-ը Երևանում անցկացվում են Վրաստանի մշակույթի օրերը, որոնց շրջանակում Հայաստան է ժամանել Վրաստանի պատվիրակությունը մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի գլխավորությամբ։ Վրաստանի մշակույթի նախարարը Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել է Սերգեյ Փարաջանովի թանգարան։ Հյուրերը թանգարանում ծանոթացել են մեծանուն կինոռեժիսորի կյանքի եւ գործունեության մասին պատմող վկայություններին, թանգարանի հիմնադրման պատմությանը։ Այնուհետև Ալֆրեդ Քոչարյանը հյուրերին ուղեկցել է Մատենադարան Մեսրոպ անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ։ Օդարալեզու ձեռագրերի սրահում Վրաստանի մշակույթի նախարարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել վրացերեն մայթյանների նմուշներին։ Այնուհետև Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով պատվիրակությանը նախարարն ընդգծել է Հայաստանի եւ Վրաստանի միջև հաստատված բարեկամական եւ գործընկերային հարաբերությունները, շեշտադրելով հատկապես մշակույթի ոլորտում համագործակցության խորացման կարևորությունը։ Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ հունիսի 5-ից 7-ը Երևանում անցկացվող Վրաստանի մշակույթի օրերը կնպաստեն երկկողմ մշակութային երկխոսության ակտիվացմանն ու գործընկերության նոր մակարդակի բարձրացմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի գործունեության եւ զարգացման հարցերը։ Հայաստանում Վրաստանի դեսպանատանը կազմակերպված մշակութային երեկո միջոցառմամբ պաշտոնապես ազդարարվել է Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերի բացումը։ Անդրեասյանը նշել է, որ Հայաստանի եւ Վրաստանի պատմության ընթացքը դարերի խորքից եկող բարեկամության, համերաշխության եւ փոխադարձ հարգանքի վկայությունն է։ Մեր ժողովուրդները կերտել են հարևանության եզակի մի օրինակ, որտեղ պատմական իրադարձությունները միայն ամրապնդել են փոխադարձ վստահությունը։ Վրաստանի մշակույթի օրերի բացման միջոցառմանը ելույթ են ունեցել Վրաստանի երգիչ կատարողները ներկայացնելով հայկական եւ վրացական հայտնի եւ սիրված երգեր։ Վրաստանի արտաքին գործերի նախարարը մեկնաբանել է Եվրամիության ընդլայնման հարցերի հանձնակատար Մարտա Կոսի հայտարարությունը, որը մտահոգություն էր հայտնել Վրաստանում ժողովրդավարական նահանջի կապակցությամբ, նախազգուշացնելով, որ ստեղծված իրավիճակի պատճառով Վրաստանը կարող է զրկվել թեկնածուի կարգավիճակից, իսկ վիզայի ազատականացված ռեժիմը չեղարկվել։ Մակա Բոջորիշվիլիի խոսքով սկզբում Վրաստանի իշխանությունները մեղադրվում էին այն բանի համար, իբր դադարեցրել են մի գործընթաց, որը նույնիսկ չէր սկսվել, իսկ այժմ էլ Վրաստանը Եվրոպական հանձնաժողովից լսում է, թե իրեն պատժել են։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչն էր պատճառը եւ ինչու դադարեցվեց Վրաստանի հետ քաղաքական երկխոսությունը։ 1.5 տարի Վրաստանը սպասում էր թեկնածուի կարգավիճակի, ապա մեզ տրվեց այդ կարգավիճակը, բայց միևնույն ժամանակ կասեցվեց ինտեգրացիոն գործընթացը, որը նույնիսկ չէր սկսվել։ Ոչ ոք մեզ հետ բանակցություններ չսկսեց։ Ուկրաինայի եւ Մոլդովայի վերաբերյալ կայացված որոշումը Վրաստանի վերաբերյալ չկայացավ։ Եվ այդ պահին մենք ասացինք. մենք չենք ուզում, որ այս գործիքը օգտագործվի մեր դեմ, եւ մենք չենք խնդրում բանակցություններ սկսել, մինչեւ դուք որոշում չկայացնեք։ Բոջորիշվիլին կարծում է, թե երբ Եվրոպական հանձնաժողովում հասկացան, որ կորցնում են ազդեցության այս գործիքը, ամբողջ պատմությունը փոխվեց եւ մեղքը բարթեցին Վրաստանի իշխանությունների վրա, ասես Վրաստանն էր կանգնեցրել ինչ-որ գործընթաց, որը գոյություն չուներ։ Թբիլիսիի քաղաքապետ Կախակալաձեի խոսքով մինչև օրս շարունակվում է Վրաստանի ներքին պետական գործերին առանձին դիվանագետների եւ եվրոպացի բյուրոկրատների միջամտությունը, որը հիմնված է ստերով լի հայտարարությունների վրա։ Կալաձեն նաեւ հիշեցրել է դիվանագետների կողմից խորհրդարանական ընտրությունների ժամանակ արված հայտարարությունները։ Այս ամենը մաս է կազմում այն ամենի, ինչ տեսել ենք վերջին տարիներին, մի քանի հեղաշրջման փորձեր, գործող կառավարությանը տապալելու փորձեր։ Իհարկե այս մարդիկ այս գործընթացի սովորական մասնակիցներ են իրենց հայտարարություններով եւ գործողություններով։ Կալաձեն նաև խոսել է Վրաստանում լրատվամիջոցների ազատության մասին եւ նշել, որ այսօր իրավիճակը նույնը չէ, ինչ 2012 թվականից առաջ էր, երբ բոլոր լրատվամիջոցները մեկ մարդու գրպանում էին։ Նրա կարծիքով այսօր լրատվամիջոցները բացարձակապես ազատ են, կան բազմաթիվ հնարավորություններ, որպեսզի մարդիկ ստանան ճշգրիտ տեղեկատվություն տարբեր հարցերի վերաբերյալ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում հաջ կատարող մուսուլման ուխտավորներին։ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի կրոնական գործերի վարչության Դիանետ ղեկավար Ալի Էրբասի հետ, որը ղեկավարում էր թուրք ուխտավորների աղոթքը Արաֆաթի օրը հաջի ուխտագնացության երկրորդ օրը։ Զանգի ընթացքում Էրդողանն իր բարեմաղթանքներն է հղել ուխտավորներին եւ հույս հայտնել, որ հաջ կատարող բոլոր մուսուլմանների աղոթքներն ու երկրպագությունը կընդունվեն։ Կուրբան Բայրամը կամ զոհաբերության տոնը նշանավորում է Մեքքա կամ հաջ կատարվող ամենամյա ուխտագնացության ավարտը, որի ընթացքում մուսուլմանները մորթում են այծեր, ոչխարներ եւ այլ կենդանիներ։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը Բրյուսելում հանդիպել է իր թուրք գործընկեր Յաշար Գյուլերի հետ։ Բանակցությունների ընթացքում նա առաջարկել է կազմել պաշտպանական արդյունաբերության ոլորտում համատեղ նախագծերի ցանկ։ Այս մասին հաղորդում են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից։ Ումերովն ասել է, որ թուրք նախարարը հաստատել է Ուկրաինային աջակցությունը եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։ Նա նկատել է, որ Ուկրաինայի համար սա արդար խաղաղության ճանապարհին համերաշխության կարևոր ազդանշան է։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը ծովային անվտանգության եւ Սևծովյան տարածաշրջանի գործում Թուրքիայի ներդրման, դիվանագիտական ջանքերի, Ուկրաինային աջակցող միջազգային կոալիցիաներին մասնակցության եւ ականաձերծման ոլորտում գործակցության համար։ Նրանք նաեւ քննարկել են արդյունաբերական գործակցության զարգացման հեռանկարները։ Ումերովը հավելել է, որ առաջարկել է կազմել պաշտպանական արդյունաբերության ոլորտում համատեղ նախագծերի ցանկ։ Ուկրաինայի պաշտպանության նախարարն ընդգծել է Թուրքիայի ջանքերը Սևծովում անվտանգության ապահովման գործում, մասնավորապես Մոնտրեյի կոնվենցիայի դրույթների պահպանման հարցում։ Ումերովը Գյուլերին շնորհակալություն է հայտնել համակարգային աջակցության եւ գործընկերությունը խորացնելու պատրաստակամության համար։ Իրանն ակնկալում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շուտով կայցելի Թեհրան։ Այս մասին հայտնել է Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։ Դեսպանատան մամուլի ծառայության հաղորդմամբ դեսպանը նշել է, որ Ռուսաստանի եւ Իրանի միջև հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները դարձել են կանոնավոր եւ Թեհրանը մոտ ապագայում սպասում է Ռուսաստանի առաջնորդի այցին։ Մայիսի 14-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը եւ Մոսկվան պատրաստվում են Պուտինի Իրան այցին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն։ Վերջին անգամ Վլադիմիր Պուտինը Թեհրան է այցելել 2022 թվականի հուլիսին։ Իրանի գերագույն առաջնորդը իսլամական երկրներին կոչ է արել դադարեցնել Իսրայելին տրամադրվող ցանկացած օգնություն։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին հայտարարել է, որ մահմեդական երկրները պետք է դադարեցնեն Իսրայելին տրամադրվող ցանկացած օգնություն եւ կանխեն Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ նրա հետագա դաժան գործողությունների իրականացումը։ Իր ամենամյա հաջի ուղերձում Այաթոլլահ Խամենեին Մեքքա այցելող եւ իրենց ծեսերը կատարող աշխարհի տարբեր ծայրերից ժամանած միլիոնավոր մահմեդական ուխտավորներին կոչ է արել սեփական կառավարություններից պահանջել կատարելու իրենց պարտքը եւ կանխել Գազայում եւ Արևմտյան Ասիայում տեղի ունեցող աղետները։ Իսրայելը Գազայում ողբերգությունը հասցրել է անհավանական մակարդակի, սարսափելի դաժանությամբ եւ աննախադեպ չարությամբ։ Պաղեստինցի երեխաներն այսօր մահանում են ոչ միայն ռումբերից, գնդակներից եւ հրթիռներից, այլև ծարավից եւ սովից։ Ով պետք է դիմակայի այս մարդկային աղետին։ Անկասկած իսլամական կառավարություններն են առաջինը պատասխանատու այս հարցում եւ մարդիկ պետք է գործողություններ պահանջեն իրենց կառավարություններից։ Խամենեին նշել է, որ իսլամական կառավարությունները կարող են տարբեր քաղաքական հայացքներ ունենալ տարբեր հարցերի շուրջ, բայց դա չպետք է խանգարի նրանց համաձայնության գալ եւ համագործակցել Գազայում ծանր իրավիճակի պարագայում։ Ադրբեջանի աշխատանքային օրենսգրքի փոփոխությունը, որը նպատակ ունի ներդնել ժամավճարի համակարգ եւ անցնել հավասար արժեք ունեցող աշխատանքի համար հավասար վարձատրության համակարգի, ներկայացվել է նախարարների կաբինետի հաստատմանը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության եւ ձեռներեցության հանձնաժողովի անդամ Վուգար Բայրամովը։ Նա նշել է, որ նոր մեխանիզմի ներդրմամբ աշխատավարձը կհաշվարկվի ոչ թե ամսական, այլ ժամային սկզբունքով։ Բայրամովը կարծում է, որ ժամային աշխատավարձի համակարգը թույլ կտա քաղաքացիներին ստանալ վճարումը աշխատած ժամանակի համար, ինչը կարող է հանգեցնել նրանց եկամտի աճին։ Բացի այդ, քաղաքացին կկարողանա աշխատել ժամային ոչ թե մեկ, այլ մի քանի աշխատավայրերում միաժամանակ։ Սա նույնպես կդառնա աշխատավարձի աճի գործոն։ Պատգամավորն ընդգծել է, որ սա ընդհանուր առմամբ ժամանակակից մեխանիզմ է, որն օգտագործվում է զարգացած երկրներում։ Նախատեսված է, որ կսահմանվեն համապատասխան չափանիշներ, ժամային աշխատավարձի նվազագույն դրույքաչափեր։ Ժամային նվազագույն վճարումները պետք է կապված լինեն ամսական նվազագույն աշխատավարձի հետ եւ նույնիսկ գերազանցեն այն։ Նոր մեխանիզմի պատրաստման գործընթացը ներկայում ընթացքի մեջ է։ Դրա ներդրման վերջնաժամկետը հայտնի կդառնա հաստատման բոլոր փուլերի ավարտից հետո։ Ադրբեջանի գլխավոր սեյսմոլոգ Գուրբան Յետիր-Միշլին կոչ է արել քաղաքացիներին խոճապի չմատնվել Շամախի եւ ԽԶԻ սեյսմիկ ակտիվության պատճառով։ Նրա խոսքով երկրում ավերիչ երկրաշարժ չի սպասվում։ Փոքր ցնցումները կուտակված էներգիայի պարպում են, ավերիչ երկրաշարժի հավանականություն չկա։ Յետիր-Միշլին կոչ է արել բնակչությանը խոճապի չմատնվել ներկայիս սեյսմիկ ակտիվության պատճառով։ Շամախի եւ ԽԶԻ շրջաններում տեղի է ունեցել 3.6 մագնիտուդով երկրաշարժ, այն գտնվել է 5 կիլոմետր խորության վրա։ Էպիկենտրոնում գրանցվել է 4 մագնիտուդով երկրաշարժ, իսկ շրջակա տարածքներում 4-ից 3 մագնիտուդով։ Նախորդ օրը այդ վայրերում դարձյալ երկրաշարժ էր գրանցվել։
Մարոթ Արվերդյան, հարևաններ։